Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները դատավոր Ժորա Չիչոյանի չեն ճնշում։ Չի ճնշում, որովհետև ես դա անցալում եմ պես քաղաքական հայտարարություն, ոչ թե ինչ-որ այլ կերպ հրահանգ, որ կարող է ինչ-որ այդ գործով նման ինչ-որ ցանկալի որոշում կայացնել։ Շատ է, պարոն ներողություն, Չիչոյան, երեք Փաշինյան լրագրողներից ասում էր գնացեք պարզեք դատավորներից ով ում հեսան է, ով ում հարցն է, հիմա դուք ում հեսան եք։ Կապ չունի դատական իշխանության հետ։ Ձեր հոր եղբայրը բայց դատախազ է, այսինքն Հոր եղբայրս չի դատախազ։ Ձեր հայրիկը, այսինքն ինչ-որ համակարգում, հա, կարծես թե հայր, որդի, այս կապը շեշտում է պարոն Չիչոյանին դառնալ Փաշինյանը նաև շեշտում է այս կապը։ Դատախազ ինչ-որ ձև կարող է օգնել դատավորին նախ դատավոր դառնալ, հետո նաև դատային նախագահ դառնալ, գործառույթները լրիվ տարբեր են։ Անչիչարդեր ընտրությունը բավականին ուշագրավ հանգամանքներում է տեղի ունեցել, դա ակնհայտ էր։ Նախագահը չէր ստորագրել, հետո եկան ԲԴԽ, ըստ էության ԲԴԽ-ն ստորագրեց։ Բավականին ուշագրավ հանգամանքներում եք դուք դատարանի դատավոր դարձել, եւ այս հանգամանքները ըստ էության եւ հանրության եւ լրագրողների մոտ կասկածի տեղիք է տալիս, ինչպես երիտասարդ ազնվորությունը, որի նախագահը բարեվարկության մասով բաներ նկատեց, չստորագրեց, եկան ԲԴԽ-ն շատ հանգիստ ձևով ստորագրեց, անցավ եւ արդյունքում հետագայում լինելով ԱԱԾ նաեւ դուք չեք եկել ԱԱԾ տնօրենի ընկերը նշանակվեցիք Երևան քաղաքի դատարանի նախագահ։ Ես առաջարկում ծանոթանալ Բարսագույն դատական խորհրդի նմանատիպ որոշումներին, հավատացնում ձեզ, որ իմ դեպքը եզակին չի, էլի դատորն է եղել որ խորհրդի արձանագրությամբ են նշանակվել, ընդ որում խորհրդի որոշմամբ ընդհանրապես խորհուրդ արձանագրում է դատական օրենսգիր սահմանադրական օրենքի իմաստով դատավորի հրամանագիրը համարվում է ստորագրված, այնպես չէ որ խորհուրդը որոշել է նշանակել կամ չնշանակել, այլ երբ չուներ խորհուրդը, քան նման արձանագրում անելը դա է ընդհանրապես օրենսդրական կարգավորում երբ Փաշինյանը դատական համակարգի այսպես որակումներ է տալիս, չի հեղինակացնում այդ հայտարարություններով։ Ես էլ եմ չպետք է դատական իշխանության հեղինակությունը հեղինակության բարձր ցածր լինելը կապեք քաղաքական